Ավելի քան 3 ամիս կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը։ Քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձողը, առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք, առանց որևէ առնչվող տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական եւ օրինական հիմքի, ասված է հայտարարությունում։ Հունիսի 17-ին Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցու ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Եգիպտոս նկադրեր է հրապարակել սոցցանցում։ Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովի մասնակցելու նպատակով մեկնում եմ Շարմ էլ-Շեյխ տեսանյութին գիծ գրել է վարչապետը։ Նրա մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը գագաթնաժողովին կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հրավերով։ Հրավիրվածների թվում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի խաղահրապարակներից մեկում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Դեպքից 6 օր անց երեխան հիվանդանոցում մահացել է։ Հայտնում է ՆԳՆ-ից, դեպքը տեղի ունեցել հոկտեմբերի 6-ին, նույն օրը ժամը 16:49-ին։ Ուիգմոր բկից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ սղարանից վայր ընկնելու հետևանքով գանգի հիմի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 2019 թվականին ծնված Բյուրեղավանի բնակիչ տղա երեխա։ Ոստիկանությունը պարզել է, որ երեխան մարմնական վնասվածք ստացել է նույն օրը ժամը 13:25-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի առաջին թաղամասի 8 շենքի դիմացի խաղահրապարակում խաղալիս մետաղական սղարանը գլխին ընկնելու հետևանքով։ Հայաստանից մի քանի բեռնափոխադրողներ Ռուսաստան մուտքի արգելք են ստացել երկրում գտնվելու թույլատրելի ժամկետը գերազանցելու համար։ Այս մասին հայտնում է հայկական Կարիտաս կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Նա հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՌԴ մոտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115 դաշնային օրենքի նոր փոփոխությունները, ըստ որի ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում եւ բեռնափոխադրում իրականացնողներին։ Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք, այս մասին հայտնում է հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնը։ Վիրուսի նոր տարբերակը, որը ստացել է ոչ պաշտոնական ստրատուս անվանումը, բնորոշ նշաններից մեկը ձայնի փոփոխությունն է, խռպոտությունը։ Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ հոսպիտալացման ծանր դեպքերը կենտրոնացած են խոցելի խմբերում։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նոր տեսահոլովակը վիրուսային է դարձել սոցցանցերում, հավաքելով միլիոնավոր դիտումներ։ Տեսանյութում, որը Հայաստանի Հանրապետության վարչապետն ինքն է հրապարակել, մտախոհ լսում է Զենֆիրայի երգը, որը կոչվում է «Ներիր ինձ իմ սեր», որից հետո շրջվում է ու դեմքի տխուր արտահայտությամբ նայում տեսախցիկին։ Հոլովակը վերածվել է համացանցային մեմի, օգտատերերը սկսել են նմանակել վարչապետին եւ նմանատիպ տեսանյութեր տեղադրել, նշելով վարչապետի տխուր վայբը։ Վարչապետը պարբերաբար նման հոլովակներ է տեղադրում, օրինակ բարի լույս եւ բարի օր մաղթանքներով։ Հայտնի է նաեւ Հայաստանի վարչապետի մեկ այլ տեսանյութը, որում նա ցուցադրում է սիրտ շնորհավորելով Երևանի ծննդյան տարեդարձը։ Նախորդին Երևանի մետրոպոլիտեն մոտ 1 ժամ ավել է աշխատել։ Հանրապետության հրապարակում Թաթա Սիմոնյանի համերգից հետո մեծ թվով ուղևորներին սպասարկելու համար։ Այս մասին հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։ Մետրոն աշխատել է մինչև մոտավորապես գիշերը 1:30, մինչև վերջին ուղևորը սպասարկվել է, ասել է նա։ Երեկոյան Հանրապետության հրապարակում Երևանի 2807-ամյակի առթիվ համերգով հանդես եկավ Թաթան։ Համերգից հետո համացանցում տեսանյութեր տարածվեցին մետրոյի դռների մոտ մեծ թվով մարդիկ էին կուտակվել։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը այսօր հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժի հետ միասին մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Սուրենյանցը, որ ավելի վաղ հայտարարել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանի ծրագրին միանալու մասին, նշեց, որ ձևաչափի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում։ Մենք մեկ միասնական թիմով ենք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ձևաչափային տարբեր մոտեցումներ հիմա քննարկվում են, բայց որ մեր քաղաքական ուժերը գնալու են կոնսոլիդացման եւ խորհրդարանական ընտրություններում մեկ թիմ դառնալու ճանապարհով հստակ է, ասել է նա։
Ռուսաստանի իրավապահները իրավական օգնության միջնորդություն է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն Հայաստանի գյուղմթերքի բեռնափոխադրող Սպայկա ընկերության քրեական գործով։ Այս մասին հայտնում են Հայաստանի գլխավոր դատախազությունից, առանց այլ մանրամասներ նշելու։ Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող Սպայկա ընկերությունը սեպտեմբերի 10-ին Facebook-յան գրառմամբ տեղեկացրել էր, որ իր շուրջ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունները շարունակվում են եւ շուտով ընկերությունը պարզաբանում կներկայացնի, սակայն մինչ այս պահը դեռևս ընկերության կողմից որևէ պարզաբանում չի եղել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի խորհրդարանում ելույթ ունենալիս կրկին հիշատակել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության մասին։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները կձգտեն կառուցել ապագա եւ ժառանգությունը հաջորդող սերունդների համար հիմնված համագործակցության, բարեկամության եւ առևտրային կապերի վրա խաղաղություն։ Թել Ավիվից մինչև Դուբայ, Հայֆայից մինչև Բեյրութ, Երուսաղեմից մինչև Դամասկոս եւ Հայաստանից մինչև Ադրբեջան եւս մեկ պատերազմ, որը ես կանգնեցրի, ասել է Թրամփը։ Գործարար Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է, հայտնում են քննչական կոմիտեից։ Գործարարին երկու մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ եւ փողերի լվացում։ Նրա պաշտպանական թիմն այսօր հայտարարեց, որ Կարապետյանին տնտեսական բնույթի նոր մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրանքը փոփոխվել է եւ ավելացվել են քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, ասացին ՔԿ-ից այս մասին։ Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խոզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ նա աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն, ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Այս հայտարարությունից հետո Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց եւ հունիսի 18-ին դա տեղի ունեցավ։ Օգոստոսի 15-ին էր հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։